Բարի երեկո սիրելի գյումրեցիներ, սիրելի հայ ժողովուրդ։ Ես նախ այնքան ուրախ եմ, որ այս պահին կառուցվել է ամենափրկիչ եկեղեցին երկրաշարժից հետո 37 տարիներից հետո։ Վերակառուցվել է քաղաքապետարանը։ Կառուցվել է Ավարայրի ճակատամարտի հերոսներին Վարդան Մամիկոնյանի և Ավարայրի սրբերի հուշարձանը, որը սիմվոլն է Գյումրի քաղաքի, և հրապարակը կոչվում է Վարդանանց հրապարակ։ Չնայած շատերը ասում էին իր անունով է դրել, բայց ես ասում էի ոչ, Մամիկոնյան Վարդանի անունն է, ես մեռնիմ իր զորությանը։ Նախքան իմ խոսքերս ուզում էի հայրմերով սկսել, բայց քանի որ արդեն սկսվել է այսօրվա մեր միջոցառումը, ես ուղղակի կասեմ փառք քեզ զորությունների Տեր Աստված, որ պահում պահպանում ես ազգս հայոց, պետականությունս հայաստանյաց, եկեղեցիներս հայոց, մայրաքաղաք Երևանը, Սուրբ Էջմիածինը, Արևմտյան Հայաստանը, Նախիջևանի գավառը, Արցախ աշխարհը, Գանձակ աշխարհը, Գյումրի քաղաքս եւ ազգս հայոց։ Փառք քեզ Տեր Աստված մեր, եւ գիտեմ, որ աշխարհի վերջին օրերին այդ ամեն ինչը գրված է Սուրբ գրքի մեջ, որ հայերը պիտի տիրեն իրանց հողերին։ Ես չեմ ուզում քաղաքականացնել այսօրվա իմ ելույթը, որովհետև շատերը սպասում են, որ ես այստեղ պիտի շատ քաղաքական հարցեր բարձրացնեմ, բայց ես ուրիշ ձևի եմ մոտենում։ Երբ որ հավիտենական Աստված ստեղծեց ամբողջ աշխարհի ջրերը եւ օվկիանոսները, երբ որ խաչի են բարձրացնում, ջուր ուզեց, մարդիկ քացախ տվեցին։ Եվ դրանից հետո ինքը ասում էր. հայր, ներես սրանց մեղքերը, զի ոչ գիտեն, զի ինչ գործել։ Ես այսօր ուզում եմ այն մարդկանց, որոնք իրենց ճակատին գրում են մի վատ բառ, որը կոչվում է դավաճան, զգաստանալու հետ գան ու դառնան հայոց ակունքներին, փողն ու պաշտոնը ոչինչ համարել, այլ սիրեն իրենց հայրենիքը, որովհետև մեր զորավար Անդրանիկը ասում էր, Մասիսի համար, եթե Մասիսին բան պատայի, ազգովի դառնանք ֆիդայի։ Եվ ոչ թե մեր զինանշանների վրայից վերցնենք Մասիսը, եւ ոչ թե մենք հեռանանք մեր ակունքներից, մոռանանք մեր ցեղասպանությունը, մոռանանք մեր այսօրվա այն մեր պապերի եկածը, որ մենք եկել ենք Արևմտյան Հայաստանից եւ Արցախը, եւ ասենք արկա այսօրվա Հայաստանը ընդունենք, ոչ։ Մենք եթե այդպես ենք ընդունում, մենք կզովում ենք մեր նախնիներին եւ այն եղերնը, որ կատարվել է մեր ազգի նկատմամբ։ Ես այսքանով սահմանափակում եմ եւ թող իրենց սրտերը գութ ընկնի, թող ուրախանան, որ շատ բան չեմ ասում, մնացածը հետագայում։ Բայց ես հիմա ուզում եմ ասել իմ քաղաքի համար, մեր քաղաքի համար, որ աշխարհի մեծերը բոլոր ազգերից, եթե ասում են որևիցե մի ազգի, եթե ուզում եք ճանաչել, ուրեմն պետք է գնաք երկրորդ քաղաքը։ Վրացուն ճանաչելու համար պետք է գնալ անպայման Քութայիսի, ռուսին ճանաչելու համար պետք է գնալ Պետերբուրգ, ֆրանսիացուն ճանաչելու համար պետք է գնալ Մարսել, հային ճանաչելու համար պետք է գալ Գյումրի, Ալեքսանդրապոլ, Կումայրի, Լենինական, Բորիսկական, հայկական ակունքներին մոտ լինեք։